պապերը, մեր նախապապերը այդ դրանք արտասանել եւ բարել են։ Իրականության ու պարի կապի մասին է մեզ պատմում 11-ամյա Սառնախբյուրցին։ Ազգային ու ժողովրդական պարերի մասին պապի պատմությունները լավ է հիշում Գոռ Գալստյանը։ Կառնոքոճարի պարել են հենց մեր սահմանում, հետո նոր տները երբ կառուցել են, նորից են պարել Կառնոքոճարին ու ինքը ինձ նաև մի քանի տարբեր պարերի մասին ասել, Էջմիածնի ու ինքը Էջմիածինն է հենց ամենաշատը սիրել, որ գմբեթը մենք փառավորում ենք, նաև կա մի պատմություն, որտեղ ասում են, որ ոչ թե գմբեթն են փառավորում, այլ արևը։ Այսօր ինչպես Գոռը, այնպես էլ շատ երեխաներ ազգային պարի գաղտնիքներն ու պատմությունը բացահայտում են մենք Սառնախբյուր ազգային ավանդական պարի խմբում, որը գործում է շուրջ 1 տարի։ Եղել եմ հիմքերում պարի խմբի, ինքը պարոն Կինոսյանի սաներից մեկն է հիմնադրել Ստեփան Թորոյանը, մենք ազգագրական պարի խումբը։ Քանի որ պարոն Կինոսյանը լավ հող էր սարքել Երևանում ու արդեն այնտեղ անողներ կան, բնիկները, տեղի ապրողները արդեն փորձում են այդ վերականգնման գործընթացը ու ավելի լավ ռեսուրսով անել, հասկացանք, որ ժամանակն է արդեն վերականգնումը սկսել, մարզերում էլ արդեն սկսել։ Լուկաշին Հայրապետյանը հենց Սառնախբյուրից է, նրա խոսքով տարիներ շարունակ համայնքում ազգային մշակույթը գրեթե բացակայել է, ազգային պարերը ճանաչվել են միայն անուններով, բայց ոչ խորությամբ։ Հիմնականում այդ 3 խմբի հասի պարերն են, որոնք ռազմապարերը պարել են տղամարդիկ, ռազմի հետ կապ ունեցող գործ ունեցող մարդիկ, աշխատանքային պարերը պարել են բանվորական այդ Ռամիկ դասակարգի ժողովուրդը ու ծիսական պարերը, դրանք մեծ խմբերն են, որոնք ծիսական պարերն էլ քրմական դասից եւ նրանից առաջ տոտեմապաշտական այդ ժամանակաշրջանից ձևավորված չարժումներից։ Սառնախբյուրում մինչև ինձ կային մարդիկ, ովքեր հետաքրքրվում էին ու փորձում էին համագործակցություն գտնել մեր մշակույթի տան աշխատակիցը Կարեն Շաբոյանը, Տեր Տատևը Քահանան ու էլի դա ունենք Մարությանը, որ ինքը Երևանում է զբաղվում, իրանց մոտ էլ կար այդ խաղապարը, որպեսզի գյուղում ստեղծենք հիմք ունենանք խմբի։ Սկզբում փորձեր արվեցին եկեղեցական տոների, համայնքային միջոցառումների շրջանակում։ Առաջին հաջողությունները ճուշացան, համայնքը ընդունեց, ոգևորվեց, իսկ երիտասարդները միացան։ Զարգացել ենք, մեծացել ենք, քանակային առումով ենք զարգացել, մեծացել ու Սառնախբյուրում մի շարք միջոցառումների մասնակցել ենք, ովքեր ընդգրկվում են, ոնց որ խանդավառվում են Սառնախբյուրի երիտասարդների դպրոցականների խմբով նաև Դիլիջանում անի համայնքի հետ համագործակցությամբ գնացել ենք, ելույթ ենք ունեցել, ներկայացրել ենք համայնքը որպես փոքրիկ մշակութային կոլորիտ էլ այդ ազգագրականը, ու այս ամեն ինչը մենքի շուրջ է ձևավորվում է։ Մենք Սառնախբյուրում դասավանդում է Լիլիթ Ալեքսանյանը։ Երեխաների կողքին է եղել ինչպես սկզբում, երբ բարդ ժամանակներ էին, այնպես էլ այսօր, երբ արդեն մեծ բեմ պետք է բարձրանան վերջիններս։ Շատ կարևոր է, որովհետև հենց մեր ազգային պարերն է ու կուզենայի, որ բոլոր գյուղերում էլ լինեին։ Ես նորաշենումել եմ պար տալիս երեխաներին ու հիմա մեր գյուղում ավելի են երեխաները առաջ գնացել որպես ազգային պարով։ Քանի որ մեր պարը արդեն 8 ամիս է գործում է, ճիշտ է, մեր ելույթը առաջի անգամ, մենք շատ անհամբեր սպասում ենք մեր ելույթ։ Այսօր խմբում շուրջ 20 մասնակից կա, երեխաների ամենասիրելի պարը Ծաղկաձորն է, բայց գիտակցում են հայկական ազգային ու ժողովրդական պարերից յուրաքանչյուրը յուրահատուկ է։ Ես շատ եմ սիրում ազգային պարեր։ Ինչի եք պատրաստվում Սոնա։ Համերգի ասել եմ, որ պարելուց չես, որ պարելը քո ամենասիրելի գործն է, դու կարող ես այդ ամենը անես և դու կարող ես պարել։ Մենք դրանց շատ բան ենք սովորում ու ես սովորում եմ ազգական պարերը, որ ելնեմ շատ մեծ բեմերի։ Ռազմապարերից մինչև ծիսական պարեր հայկական ազգային պարը մշտապես միավորելու ու հիշողություններ կերտելու բնավորություն ունի։ Շիրակի մարզի Սառնախբյուր բնակավայրն էլ վերջին տարիներին ապացուցում է, ոչ միայն պատմամշակութային կոթողներով է հարուստ, այլ նաև առանձնանում է մշակութային կյանքի ակտիվությամբ շնորհիվ նման նախաձեռնությունների։ Մենք կարողանում ենք համախմբել, նպատակն էլ դա է էլի, մի միջավայր, որտեղ որ
Կամենք։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։